Լուսանկարում Արգիշտի Գաբոյանն է, կապիտանը միակն է, որի գտնվելու մասին լուր չկար։ Անհետ կորած զինվորի մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նորություն ունի։ Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանն ասում է, այժմ լուրը ճշտվում է։ Հստակ չենք կարող ասել, բայց կարծես թե ցավով եմ ասում, բայց կարծես թե ամեն դեպքում դիմի։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով անհետ կորածներ այլևս չունենք։ Զինծառայողների մի մասին անհնար է այս օրերին զանգահարել։ Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ սա բնական վիճակ է եւ խուճապի մատնվելու կարիք չկա եւ պետք չէ ապատեղեկատվություն տարածել։ Շատ զինծառայողներ ելնելով որոշ հանգամանքներից բնականաբար չեն կարող եւ պետք չկարողանան նաեւ այս օրերին բջջային հեռախոսով կապվել իրենց ծնողների հետ։ Լայնածավալ ռազմական գործողություններից հետո 19 զինվոր համարվում էր անհետ կորած։ Օրեր առաջ 18-ի մարմինները հանձնվեցին հայկական կողմին անարգված ու խոշտանգված վիճակում։ Քննչական կոմիտեն քննություն է սկսել, պարզելու ադրբեջանցիներն են անարգել դիերը, թե հայ զինվորների մահը վրա է հասել խոշտանգումների հետևանքով։ Կոնկրետ աշխատանք է իրականացվում եւ արդեն կան որոշակի արդյունքներ։ Որոշակի եզրակացություններ արդեն ձևավորվում են, որոնք քրեական գործունեություններին բնականաբար կկցվեն։ Մարմինների խոշտանգումն ու անարգումը ռազմական հանցագործություն է, որը պետք է միջազգային ատյաններում քննվի։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանն արդեն որոշակի փաստեր ունի։ Ցանկացած պարագայում Արցախում հենց պետք է վերին աստիճանի մանրակրկիտ, ես կասեի շատ մասնագիտացված այդ փաստահավաք աշխատանքը լինի։ Ռազմական հանցագործության ապացուցողական բեռը ամբողջությամբ հայկական կողմի վրա է, պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է 3 հիմնական ուղղություններով աշխատել։ Նախ հավաքել փաստեր, որոնք խոսում են ադրբեջանական ագրեսիայի մասին, հետո ապացուցել, որ կատարված է ռազմական հանցագործություն է ու մարդու իրավունքների զանգվածային խախտում։ Մենք պետք է անընդհատ եվրոպական տարբեր կառույցներում, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում այդ իրավական մեմորանդումները պատրաստենք եւ ներկայացնենք, դա ուղղակի փաստաթուղթ է, փաստարկված եւ ապացույցներով ներկայացված թե ինչ է տեղի ունեցել։ Զինվորների դիերը անարգելու եւ խոշտանգելու համար Ադրբեջանը պետք է պատասխան տա միջազգային կառույցներում։ Էդմոն Մարուքյանը կազմել է դրանց ցանկը, սկսած մարդու իրավունքների եվրոպական դատարանից մինչև միջազգային իրավապաշտպան կառույցներ։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային քրեական դատարանին չեն անդամակցում, բայց նույնիսկ այս դեպքում հնարավոր է դիմել քրեական հանցագործություններով զբաղվող այս կառույցին։ Կարող ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ անվտանգության խորհուրդը կարող է դիմել դատարան եւ դատարանը պարտավոր է քննել այդ գործը եւ միայն դիմելը մեզ եւ միայն այս հարցը քննարկման առարկա դարձնել անվտանգության խորհրդում դա բավականին մեծ դիվանագիտական քայլ կարող է լինել մեր կողմից։ Քննությունն ավարտելուց հետո բոլոր փաստերը կներկայացվեն միջազգային բարձրագույն ատյաններին, նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այդա Կարապետյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։